Առաջանում են ռիսկեր, որ այդ վակուումները կլրացվեն ուժով։ Արձանագրենք, թե ինչու է Բրիտանիան անհանգստացած, որովհետև Կովկասը գործիքներից մեկն է եւ Ադրբեջանը գործիքներից մեկն է։ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ այդպես անվերապահ ազդեցության ձգտում այլևս չի ունենալու։ Առանց իրեն այդտեղ հնարավոր չլինի կայացնել որոշումներ։ Ինչպես դուրս գալ այս ամեն ինչի մեջից։ Բարև ձեզ, դուք դիտում եք Հարցեր կան հաղորդումը, այսօր Հարցեր կան քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ դարձյալ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Բադալյան, վերջին ժամանակներում տարատեսակ իրողություններ, ասենք Թրամփ-Զելենսկի հանդիպումը, ԱՄՆ փոխնախագահի ելույթը, ինչու ոչ, ասենք Ջեֆրի Սաքսի ելույթը, տպավորություն են ստեղծում, թե աշխարհաքաղաքական գործընթացների քողարկված շերտերը արդեն բացահայտ ներկայացվում են լայն հանրությանը, ինչն էլ որոշակի շոկային ազդեցություն է ունենում։ Դուք ասում եք, որ ԱՄՆ նոր վարչակազմը փոխնախագահի ելույթով սահմանեց ԱՄՆ-Եվրոպա վերանայվող հարաբերությունները, այդ մասին արձանագրեց, ազդարարեց, եւ նաեւ ասում եք, որ այդ վերանայվող հարաբերություններում Կովկասը ոչ միայն անմասն չի մնալու, այլ նաեւ այդ վերանայումների անմիջական ազդեցության գոտի է լինելու։ Եվ ունեք նաեւ գնահատական, որ աշխարհում ծանրության կենտրոններ են փոխվում, ինչը փոխելու է համաշխարհային բալանսը, բայց դա եւ հնարավորություններ կարող է ստեղծել եւ մարտահրավերներ։ Իմ առաջին հարցը այդ հնարավոր մարտահրավերների եւ հնարավոր հնարավորությունների հեռանկարների մասին է։ Եթե մարտահրավերներից սկսենք, ապա բնականաբար, երբ փլուզվում են գոյություն ունեցող մեխանիզմները, այդ փլուզումները առաջացնում են վակուումներ եւ այստեղ բնականաբար ուժային բալանսով պայմանավորված այն կողմերի համար, որոնք այսպես ասենք բարենպաստ ուժային բալանսի դաշտում չեն, առաջանում են ռիսկեր, որ այդ վակուումները կլրացվեն ուժով եւ այդ թվում իրենց հաշվին։ Ցավոք սրտի մենք արդեն բախվել ենք այդպիսի իրողության եւ քանի որ process-ը դեռ շարունակվում է, մենք կարող ենք դարձյալ բախվել այդպիսի իրողության։ Սա եթե մարտահրավերների մասին խոսենք եւ այստեղ առանձին կարող ենք նաեւ դիտարկել, թե ինչպիսի մոտիվներ կարող են ունենալ այս կամ այն խաղացողները հենց վերը նշածս տրամաբանության համատեքստում։ Օրինակ, եթե հիմա դիտարկենք այն process-ը, որ ծավալվում է Ռուսաստան-Միացյալ Նահանգների երկխոսության եւ նաեւ դրա ֆոնին Միացյալ Նահանգների Եվրոպա նկատելի հասունացող դիմակայության պայմաններում, ապա այստեղ Եվրոպան, որը փաստացի պատրաստվում է մարտահրավեր նետել Միացյալ Նահանգներին կամ ընդունել մարտահրավերը եւ դիմակայել, համենայն դեպս հայտարարում է այդ մասին, կարող է դիմակայության դաշտ դիտարկել օրինակ նաեւ Կովկասը, որովհետև Կովկասը առանցքային ռեգիոն է մի շարք խաղացողների համար, կենսական նշանակության ռեգիոն է Ռուսաստանի համար, եւ Կովկասում խնդիրներ ստեղծելը կարող է խնդիրներ ստեղծել ընդհանուր առմամբ Ռուսաստան-Միացյալ Նահանգներ երկխոսության համար։ Եվ այստեղ կարող են առաջանալ արդեն ռիսկեր, երբ կօգտագործվեն կոնֆլիկտները Կովկասում գոյություն ունեցող, Իրանի հարցը կա, Թուրքիան կարող է փոխել իր դերակատարումը, մենք տեսնում ենք, որ Եվրոպայի հետ հարաբերությունները արդեն հայտ է ներկայացնում, շեշտադրումներով փորձում է տեղ գրավել, եւ այս բոլորը ենթադրում են մարտահրավեր այն պատճառով, որ մենք ցավոք սրտի այդ ուժերի բալանսում լավագույն դիրքերում չենք, եթե շատ մեղմ բնորոշենք։ Հնարավորությունների տեսանկյունից բնականաբար այդ վակուումները, որ առաջանում են, դրանք սեփական դերը փոխելու, տեղը փոխելու նոր տարածություն են բացում։ Անշուշտ այդ ուժերի բալանսը ուժերի բալանսով է պայմանավորված, թե մենք որքանով կկարողանանք օգտագործել այդ հնարավորությունները եւ տարածությունները, բայց դրանք բացվում են եւ իհարկե մեզանից շատ բան կախված է այդ շրջափուլերում։ Մենք մեր որակներով, մեր կարողություններով ինչպիսի նոր տարածություններ կարող ենք իրացնել։ Լինի դա փոքր, մեծ, այստեղ տրամաչափը, չգիտեմ, շրջանակը եւ այլն կարող է տարբեր լինել, բայց հնարավորություն նոր տարածությունների անշուշտ բացվում է։ Պարոն Բադալյան, եթե թույլ կտաք, ես մարտահրավերների վրա այս պահին կենտրոնանամ, դուք անդրադարձել եք բրիտանական Տելեգրաֆ պարբերականի մի հոդվածին, որում կար արձանագրում, որ Հայաստանը կարող է լինել դոմինոյի հաջորդ ընկնող քարը։
Ուկրաինայից հետո։ Նաև նշել եք, որ ռուս-ամերիկյան եւ մասնակիորեն նաև Չինաստանի մասնակցությամբ գործարքը Բրիտանիային հանգիստ չի տալու եւ Բրիտանիան փորձելու է այս կամ այն կերպ խոչընդոտել տարատեսակ մոտիվացիայով կամ գոնե մաս կազմելու նպատակադրմամբ։ Նշել եք, որ մեզ համար խնդրահարույցն այն է, որ Բրիտանիան այդ գործարքի վրա ազդեցություն ունենալու երկու գործիք ունի, մեկը Զելենսկին է, մյուսը Անկարա, Բաքու այդ համադրությունն է։ Եվ Կովկասում մեր տարածաշրջանում շատ հնարավոր է, որ Բրիտանիան գործարկի Անկարա-Բաքվի գործիքը, ինչը բնականաբար ուղիղ եւ անուղղակի ազդեցություն է ունենալու մեզ վրա, այսինքն թիրախում դարձյալ լինելու ենք մենք։ Նախ արձանագրենք, թե ինչու է Բրիտանիան անհանգստացած, որովհետև ձևավորվում է նոր աշխարհակարգ կամ համենայն դեպս բավական վճռորոշ փուլ է մտնում դրա շուրջ խոսակցությունը ուժային կենտրոնների միջև եւ առաջնային շրջանակ ուրվագծվել է դա Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Չինաստան նաեւ։ Իհարկե, այստեղ շատերը ընկալում են սա որպես արդեն կայացած պայմանավորվածությունների իրողություն, դա իհարկե այդպես չէ, որովհետեւ նույն այս եռյակում միմյանց շահերի համար բավական կոշտ դիմակայություն անշուշտ ծավալվելու է եւ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգներ, Չինաստան առևտրային որոշակի process-ներ, մաքսատուրքերի սահմանում եւ այլն։ Բայց առաջնային շրջանակը կարծես այս եռյակն է եւ այստեղ համաձայնությունների հեռանկարն է որոշիչ լինելու, ինչպիսի աշխարհակարգ կձևավորվի եւ մնացյալ ռեգիոնների հանդեպ ինչպիսի հարաբերակցություն։ Բրիտանիային սա անհանգստացնում է, քանի որ ՄԱԿ անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից մեկը կարող է դուրս մնալ, դե ֆակտո դուրս մնալ վճռորոշ համաձայնությունների ձևավորման գործընթացից եւ հիմա խնդիրը իրենց համար բնականաբար իրենց տեղը ունենալն է այդ սեղանի շուրջ, եթե կարող ենք այսպես ասել, եւ բնական է փնտրելու են գործիքներ սեղանը անընդհատ շարժելու համար, միջև որ սեղանի շուրջ նստածները կհամաձայնեն իրենց էլ այո ներգրավել։ Եվ այստեղ այո Կովկասը գործիքներից մեկն է եւ Ադրբեջանը գործիքներից մեկն է, առանցքայինն է, ամենևին պատահական չէ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո անհամեմատ ներդրումային ծավալներով անհամեմատ մեծ դերակատարում է ստանձնել Ադրբեջանի նավթագազային ոլորտում հենց Բրիտանիան, այսինքն այստեղ միայն այն չէ, որ British Petroleum-ն է նավթագազային բնագավառում գործունեություն ծավալող բրիտանական հսկան եւ այդ իսկ պատճառով մեծ ներդրումներ։ Բրիտանացիները հենց նպատակային կերպով այդ միջոցներով բարձրացրել են ազդեցությունը, մեծացրել են ազդեցությունը հետխորհրդային Ադրբեջանի նկատմամբ, ահա այսպիսի իրավիճակներում նաև օգտագործելու համար, որովհետև գիտենք դա բավական հայտնի իրողություն է, որ British Petroleum-ը դե ֆակտո նույնիսկ Միացյալ Նահանգների, այսպես ասենք, Միացյալ Թագավորության ներողություն արտգործնախարարության, այսպես զուգահեռ արտգործնախարարության համարում կարող է ունենալ։ Եվ այստեղ իհարկե մտահոգություններ առաջանում են, որովհետև անգամ չցանկանալով ներգրավել այս process-ի մեջ որպես դեստրուկտիվ ապակայունացնող դերակատար, Ալիևը կարող է եւ անգամ համաձայն չլինելով այդ ռիսկերին, այդուհանդերձ հնարավորություն չունենալ, այո, դիմադրել դրան։ Պատերազմ կհրահարվի, պարոն Բադալյան, ներողություն։ Խոսքը կարող է գնալ ոչ թե լայնամասշտաբ ինչ-որ պատերազմի, այլ անկայունության վրա խաղադրույքի մասին, որը բնականաբար կառաջացնի անհանգստություն հակառակ կողմում եւ կստիպի գնալ ինչ-որ քննարկումների, գործարքների, համաձայնությունների եւ այլն, այսինքն այս տրամաբանությունը նաեւ կարող է աշխատել։ Թուրքիան այստեղ բնականաբար կակնկալի իր դիվիդենդները, իսկ թուրքական քաղաքականությունը մենք գիտենք, որ այդ երկու աթոռների վրա նստած խաղալով բոլոր կողմերից կրպակի այսպես 4 կողմից հաջող առևտուր անելն է եւ այդ կրպակային դիրքը իր համար Թուրքիան կփորձի օգտագործել նաեւ այս դեպքում։ Սա կբերի արդյոք ապակայունացման իսկապես այս սցենարի ծավալման, թե ոչ, իհարկե միարժեք չենք կարող պնդել, բայց այն, որ սրա դիտարկումը կա եւ հավանականությունը բավական մեծ է, սա ակնառու է։ Կա գնահատական մի շրջանակի կողմից, որ ռուս-ամերիկյան այս հարաբերությունների վերանայում ավելի կառուցողական որակին անցնելը թողնելու է հետևանք այն իմաստով, որ նախկին խորհրդային երկրները դարձյալ անցնելու են բացարձակապես ռուսական ազդեցության ներքո, բացառությամբ ՆԱՏՕ-ի անդամակցող երկրները։ Հիմա այս պարագայում մեր տարածաշրջանում Թուրքիան իր ամբիցիաները
ինչ է անելու կամ ինչպես է հավասարակշռվելու տարածաշրջանում Թուրքիայի ամբիցիաները։ Թուրքիան, ինչպես նշեցի, ձգտելու է բարձրացնել իր դերը օգտագործելով այս միջավայրը, եւ հիմա մենք տեսնում ենք Եվրոպայի հետ խաղալու հայտ են ներկայացնում նաեւ։ Իրենք փորձելու են ընդհանրապես ձևավորել ուղղություններ առավելագույն գին ստանալու համար, որտեղից կստանան, դա իհարկե կտեսնեն։ Ես կարծում եմ Թուրքիայի համար այստեղ process-ն է հիմա կարևոր լինելու, մեծ հաշվով բոլորի համար, այդ թվում Թուրքիայի։ Ինչ վերաբերում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցությանը, ապա այստեղ ես կարծում եմ մեր գնահատականները, որ միարժեք պատկերացնում ենք այսպես ԽՍՀՄ ազդեցության վերականգնում, այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Ես կարծում եմ Ռուսաստանում էլ շատ լավ պատկերացնում են, որ դրա հնարավորությունները այսօր չկան։ Չկան մի շարք պատճառներով, նաև հենց այն լայն իմաստով, որ աշխարհում ձևավորված է ուժերի նոր բալանս։ Եվ ինչպես օրինակ Արևմուտքը չի կարող հաշվի չառնել այդ նոր ուժերը, օրինակ գլոբալ հարավ մեծ հասկացությունը, Չինաստանի ուժային բալանսի վերափոխումը եւ ավելի ընդլայնումը, այդպես էլ Ռուսաստանը չի կարող հաշվի չառնել այդ իրողությունները։ Եվ կարծում եմ Ռուսաստանի համար խնդիրը հետխորհրդային տարածքում, այո, որոշ առումներով կարող է լինել ինչ որ տեղեր իր միարժեք ազդեցության ընդգրկումը, բայց նաև լայն իմաստով ես կարծում եմ Ռուսաստանի համար խնդիրը այդուհանդերձ այնպիսի ուժային հարաբերակցության միջավայր ստանալն է, որտեղ իր դերը լինի որոշիչ, ոչ միանձնյա, ոչ աներկբա, բայց որոշիչ, այսինքն առանց իրեն այդտեղ հնարավոր չլինի կայացնել որոշումներ։ Ես կարծում եմ այս տրամաբանությունն է հիմա առաջնորդում ռուսական ռազմավարությունը, որովհետև ըստիս դարձյալ կրկնեմ, իրենք պատկերացնում են, որ այդ ուժերի նոր բալանսի հետ ոչ միայն Արևմուտքը պետք է հաշվի նստի, այլ նաև իրենք պետք է հաշվի նստեն, եւ ես կարծում եմ հաշվի նստում են։ Առանց դրա թերևս հնարավոր չէ լինի Ուկրաինայում իրավիճակը զարգացնել այն տրամաբանությամբ, որ հիմա այո Միացյալ Նահանգները համարում է, որ պետք է այդուհանդերձ պայմանավորվել Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմող, եւ բնական այդ պայմանավորվածությունները, ինչպես նշեցի, առայժմ ոչ շատ ուղիղ իմաստով, բայց ներառում են նաեւ Չինաստանը, որովհետեւ ռուս-ամերիկյան բանակցությունից հետո մենք տեսանք, որ Շոյգուն այցելեց Պեկին եւ այնտեղ հանդիպում ունեցավ թե արտգործնախարարի եւ թե նաեւ նախագահ Սինփինի հետ։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը իսկապես բավական խորքային կոմունիկացիայի մեջ է Չինաստանի հետ։ Պարոն Բադալյան, ռուս-ամերիկյան այդ երկխոսությունը դուք ասում եք միայն Ուկրաինայի մասին չէ, ավելին Ուկրաինան ընդհանրապես մասն է դրա, եւ հիմա ես մի պարզունակ ձևակերպում կտամ հարցի։ Հնարավոր է, որ ռուս-ամերիկյան այդ հարաբերությունների որակական փոփոխությունը բերի նրան, որ օրինակ Թրամփը պայմանավորվում է Պուտինի հետ կամ չգիտեմ այլ դերակատարներ երկու կողմից, որ Հարավային Կովկասը, մասնավորապես Հայաստանը վերադարձնում են ամբողջապես ռուսական ազդեցության գոտի, այսինքն ռուսական ազդեցությունը դարձյալ դոմինանտ է դառնալու Հայաստանում եւ այս պարագայում Հայաստանի այս պահին գործող ղեկավարը իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կա գնահատական, որ կտրուկ արտաքին քաղաքականության վեկտորը փոխելու է դեպի Ռուսաստան, ասենք Լուկաշենկոից ավելի ռուսամետ դառնալով։ Ես անկեղծ ասեմ, շատ դժվար եմ պատկերացնում այդպիսի սցենար։ Վերջին մասին եմ ավելի շատ անդրադառնում այդ տեսանկյունից, որովհետև սցենար, որ Թրամփը եւ Պուտինը կարող են պայմանավորվել այնպես, որ Կովկասում Ռուսաստանի դերակատարման եւ ընդհանրապես որոշիչ գործողությունների հարցում Միացյալ Նահանգները խոչընդոտ չլինի, այսպիսի պայմանավորվածություններ անշուշտ կարող են լինել։ Բայց այստեղ է հարցը, որ իմ գնահատմամբ մենք մի փոքր թյուր ենք պատկերացնում Ռուսաստանի ազդեցությունը ասված արդեն նոր այս իրավիճակում եւ նոր աշխարհում։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ինքն էլ չունի այնպիսի ցանկություն, լայն ռազմավարական իմաստով։ Ռուսաստանում առանձին շրջանակներ գուցե ունեն այդպիսի ցանկություն, բայց ըստիս ռազմավարական որոշումների կայացման մակարդակում Ռուսաստանն ինքն էլ չունի Հայաստանի հանդեպ եւ նույնիսկ Կովկասի հանդեպ այսպես խորհրդային ազդեցությունը վերականգնելու ձգտում։ Դա բեր է։ Դա ես կարծում եմ չափազանց բարդ, այո, եւ չափազանց
չերաշխավորված մի հեռանկար է, այսինքն դրա հաջողության երաշխիքը շատ այսպես թույլ է, եւ դա կարող է բերել նրան, որ Ռուսաստանը ձգտելով այդպիսի աներկբա ազդեցության վերականգնման, կարող է իր համար շատ ավելի խնդիրներ ստեղծել, քան ինչ որ խնդիրներ լուծել։ Եվ օրինակ ռուս-իրանական պայմանագիրը, որ կնքեցին հունվարի 17-ին 20-ամյա ժամկետով եւ հետագա հնգամյա ընդլայնման, ինքնաբերաբար ընդլայնման պայմանով, սա հենց վկայություն է, որ Ռուսաստանը փոքր-ինչ այլ կերպ է արդեն պատկերացնում իր ազդեցության մեխանիզմները, թե Կովկասում, թե այլ ռեգիոններում։ Այստեղ Իրանը դառնում է մեծ հաշվով բաժնետեր ռուսական ռազմավարության։ Այո, Ռուսաստանն էլ նաև Իրանի ազդեցության գոտում է բաժնետեր դառնում, բայց այս փոխանակումը ակնհայտ երևում է ռուս-իրանական պայմանագրով, եւ սա ինքնին ցույց է տալիս, որ այդ խորհրդային միության ազդեցության մոդելի վերականգնման հարց չկա։ Նույն Կենտրոնական Ասիայում ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է Չինաստանի բավական մեծ ազդեցությունը չեզոքացնել եւ հաստատել իր աներկբա ազդեցությունը։ Չեմ կարծում, որ Կենտրոնական Ասիայում ռուսները կարող են ընդհանրապես անտեսել թուրքական գոյությունը, թուրքական տարի գոյությունը։ Հետեւաբար այստեղ առաջանալու են արդեն պարզապես կառավարման մեխանիզմներ, ինչպես կառավարել իրավիճակը, ինչպես պայմանավորվել, որպեսզի շատ երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը պարզապես լինի որոշիչ գործոններից մեկը, ոչ միակը, բայց մեկը, առանց որի, ինչպես նշեցի, չկայացվեն այնտեղ ռազմավարական որոշումներ։ Այս մեծ քաղաքականությունում ակնհայտորեն փոքր երկրները, որքան էլ որ դա էմոցիոնալ տեսանկյունից մի քիչ վիրավորական հնչի, այդուհանդերձ փոքր երկրները ունեն կուրատորներ։ Հիմա այս պարագայում, այս փոփոխությունների արդյունքում կամ ընթացքում ով է լինելու Հայաստանի կուրատորը։ Դա լինելու է բալանսավորված կառավարում, ինչպես ակնարկեցիք նախորդ պատասխանում։ Ըստ իս բուն հարցը հենց այն է, որ Կովկասի հարցում խնդիրը դիտարկվելու է ոչ առանձին երկրների կուրացիայի տրամաբանության մեջ, այլ հենց ռեգիոնալ ուժերի այնպիսի բալանսի ձևավորման, որտեղ այլևս չի լինի այդ անհրաժեշտությունը առանձին երկրների կուրացիա, որովհետև օրինակ որն էր ռուսական քաղաքականության եւ նաեւ հայ-ռուսական հարաբերության ճգնաժամ այս շրջափուլում, հետխորհրդային շրջափուլում։ Ռուսաստանը անվերապահ պատասխանատվության դաշտում էր գտնվում Հայաստանի հանդեպ, այն դեպքում, երբ սերտ գործակցության կարիք ուներ Ադրբեջանի եւ նաեւ Թուրքիայի հետ, որոնք մեծ հաշվով Հայաստանի հանդեպ էգզիստենցիալ սպառնալիքի աղբյուրներ էին, եթե չասենք անմիջական սպառնալիքի։ Եվ այստեղ առաջանում էր ճգնաժամ, Ռուսաստանի առաջ առաջանում էր խնդիր, ինչպես ազատվել այդ պատասխանատվությունից, որը խանգարում էր աշխատել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Եվ մենք տեսանք, թե ինչպիսի բարդ պրոցեսներ ծավալվեցին տարի եւ շատերը համարում են, որ դա տեղի ունեցավ 18-ից հետո, դա բացարձակապես այդպես չի։ Այդ խնդիրները ծավալվում էին 18-ից դեռ շատ առաջ։ Հիմա Ռուսաստանը չեմ կարծում, որ մտածում է դարձյալ մտնել այդպիսի ինչ-որ իրավիճակի մեջ, այսինքն անվերապահ պատասխանատվություն ստանձնել մի երկրի համար, երբ պատասխանատվությունը իրացնելու ուժերի բալանսը համաշխարհային մակարդակով արդեն ամենևին այնպիսին չէ, որը թույլ կտա դա անել։ Եվ ըստ այդմ ես կարծում եմ Ռուսաստանն ինքն էլ փոխելու է իր ներկայության տրամաբանությունը Հայաստանում։ Անվտանգության բաղադրիչը ես կարծում եմ աստիճանաբար փոխարինվելու է տնտեսական կոոպերացիայի բաղադրիչով։ Սա էլ իհարկե դիտվելու է որպես ազդեցության մեխանիզմ։ Բայց դարձյալ կրկնեմ, ես կարծեմ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ այդպես անվերապահ ազդեցության ձգտում այլևս չի ունենալու, ոչ թե որովհետև լավն է, չգիտեմ, Հայաստանի հանդեպ հավակնություններ չունի, այլ որովհետև պատկերացնում է դա իրեն ավելի կաշկանդող հանգամանք է, քան իր հնարավորությունները ընդլայնող։ Եվ այստեղ Ռուսաստանի համար գլխավոր խնդիրը դառնում է այն, որ Հայաստանում ինքը ռազմավարական ռիսկեր չստանա։ Ես այս մասին խոսում եմ բավական երկար ժամանակ, երբ դիտարկվում է օրինակ Հայաստանի քաղաքականության այս արևմտամետ լինել, չլինելը, Եվրամիության գնալ եւ այլն։ Ես այս process-ները դիտարկում եմ տակտիկական նշանակության process-ներ եւ համարում, որ սրանք որքան էլ Ռուսաստանից արժանանում են
բավական սուր հռետորաբանությամբ արձագանքների։ Խորքային ռազմավարական իմաստով այդուհանդերձ Ռուսաստանը այդպես սկզբունքորեն դեմ չէ այն տակտիկական բնույթի ծավալումներին, որ հիմա տեղի են ունենում Հայաստանում։ Այս process-ները շատ իմաստով Ռուսաստանին թույլ են տալիս ավելի ճկուն լինել, քան այն պարագայում, երբ Հայաստանը իրեն ամբողջությամբ կպահեր պատասխանատվության ներքո։ Իհարկե, այդ դեպքում այնպես չէ, որ ստիպված պետք է իրացնեին պատասխանատվությունը բացարձակ, պետք է փնտրեին դրանից խուսափելու նոր ձևեր, բայց դա ավելի բարդ էր լինելու իրենց համար։ Հիմա այս պայմաններում Հայաստանը մի կողմից իր համար է ինչ-որ հարցեր լուծում, մեկ այլ տեսանկյունից նաև Ռուսաստանը այդ տակտիկական իրողություններից օգտվում է եւ իրեն ավելի ճկուն է զգում Հարավային Կովկասում, եթե խոսում ենք մեր ռեգիոնի մասին։ Կարծում եմ, այս տրամաբանությունն է զարգանալու ավելի, քան փոխվելու է եւ վերադառնալու է Ռուսաստանի աներկբա այսպես վերադասության տրամաբանությունը։ Ցավոք, Հայաստանում, ոչ միայն Ռուսաստանում կան խմբեր, որոնք կուզեին հենց այդ վերադարձը, որովհետև այդ իրավիճակը իրենց համար եղել է բավական շահեկան եւ բավական շատ կոնկրետ դիվիդենդներ բերող պատկեր եւ իրավիճակ։ Այդ թվում նաև Հայաստանում կան խմբեր, որոնք չգիտեմ, նույն գուցե շահադիտական նպատակներով կամ գուցե նաև անկեղծ պատկերացումներով, բայց համարում են, որ ինչ որ ցիկլ կավարտվի եւ կվերադառնա այն, ինչ կար նախկինում։ Երբ խոսում ենք համաշխարհային աշխարհակարգային փոփոխության մասին, այդ աշխարհակարգային փոփոխությունը ենթադրում է նաև հայ-ռուսական հարաբերության աներկբա փոփոխություն, ինչպես օրինակ ենթադրում էր Միացյալ Նահանգներ Եվրոպա հարաբերության փոփոխության, ինչը որ մենք տեսնում ենք։ Դիտում էի Յուլիա Լատինինայի հարցազրույցը, քաղաքագետ լրագրող, զարմանքով արձանագրում էր USAID-ի հետ կապված բացահայտումներին, ասենք զարմանքով արձանագրում էր, որ փաստորեն Ուկրաինայում քաղաքասարակության սեկտորը, ՀԿ սեկտորը սնուցվելով արևմուտքից, ուրեմն Զելենսկուն ռուս-ուկրաինական հարաբերությունների հարցում մղել է ռադիկալիզմի։ Գալով մեր քաղաքասարակություն կոչվածին ՀԿ սեկտորին, մեր դեպքում ակնհայտ է, որ իրենք մասնակցություն ունեցել են 2018-ի իրադարձություններին, ոմանք հետո դարձան իշխանության մաս, մի մասն էլ, որոնք ակնհայտորեն իշխանության մաս չեն, բայց ունեն մասնաբաժին այդ իշխանությունում ու նաև կա գնահատական, որ վերջին շրջանում այդ ուժային կառույցների փոփոխությունները, դեմքերի փոփոխությունը նաև արևմուտքից պարտադրված փոփոխություններին ուղղակի ազդեցություն ունեցող մարդկանց բերեցին առաջին պլան, բայց իմ հարցը ոչ այնքան այդ անձանց մասին է, որքան այդ քաղաքասարակություն կոչվածի ՀԿ-ների արևմուտքից սնուցվելու մասին է եւ Հայաստանի ճակատագրի վրա ազդեցություն ունեցող որոշումների վրա թողնող հետքի մասին է, ինչպես որ մենք տեսանք Ուկրաինայում։ Ու ինչ է սպասվում այդ արևմտամետ կոչվող հատվածին ռուս-ամերիկյան հարաբերությունների որակական փոփոխությունից հետո։ Որովհետև հիմա կարծեք թե իրենք Հայաստանում որոշ իմաստով ծուղակում են հայտնվել։ Ընդհանրապես, եթե դիտարկենք որպես քաղաքական ուղղություն, Հայաստանում մեծ հաշվով որևէ գործնական հեռանկար չի սպասվի ոչ միայն արևմտամետ, թե արևմտամետ, թե ռուսամետ, այսպես ասենք, քաղաքական ուղղություններին։ Հիմա ով կտեղավորվի այդտեղ, սա արդեն գնահատականների մեկնաբանության հարց է, բայց այդ մեծ տրամաբանությամբ որևէ ուղղություն, եթե նույնիսկ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան սրանից ընդդուրս գանք, ես կարծում եմ չունի հեռանկար հենց այդ նշածս պատճառներով։ Փոխվում է աշխարհը եւ տրամաբանությունը ռեգիոնների ձևավորման եւ ռեգիոնների կառավարման փոխվում է համապատասխան ուժային նոր բալանսի։ Եվ սա նաև վերաբերելու է առանձին երկրների։ Հիմա եթե որևէ երկիր կփորձի իրեն մետության տրամաբանության մեջ տեղավորել, կապ չունի որ մետության, այդ երկիրը պարզապես դուրս կմնա համաշխարհային տրամաբանությունից եւ ընդհանրապես ենթակա է լինելու օբյեկտային ներգործության, այսինքն սուբյեկտ լինելու որևէ հեռանկար, եթե դու մետության դաշտում ես դիրքավորվում, պարզապես պետք է մոռանալ լինի ներքաղաքական սուբյեկտ, լինի ընդհանրապես պետական արտաքին քաղաքական սուբյեկտ եւ այլն։ Եթե դիտարկենք քաղաքացիականության շրջանակում, ապա իհարկե կասկածից վեր է, անգամ
ես կարծում եմ լատինինան եթե հիմա է զարմանում, ես կարծում եմ ինքը խորապես շատ լավ պատկերացրել է նախկինում։ Հիմա գուցե կոնյունկտուրայից ելնելով ինչ որ զարմանք ապրում է։ Զարմանալի է լատինինայի զարմանքը։ Այո։ Բոլորի համար պարզ է, որ այդ փողերը որ ծախսվում են, դրանք փափուկ ուժի, դրանք ազդեցության տարածման մեխանիզմներ են։ Եվ մեծ հաշվով սա անխուսափելի մեխանիզմ է, այսինքն շատ քիչ երկրներ կան, որ կարող են դիմադրել սրան հենց անմիջական իմաստով։ Հետևաբար այն երկրները, որոնք չունեն այդ դիմադրության մեծ ռեսուրսը, պետք է կարողանան կառավարելու խնդիրը լուծել եւ այդ process-ից առավելագույնն անել պետական շահի համար, այն առումով ինչ օգտակար է Հայաստանի համար, եւ կարողանան մաղել այն խնդրահարույց խնդիրները, որ արդեն գալիս են քաղաքական ազդեցություն Հայաստանին, քաղաքական նարատիվների պարտադրում եւ այլն։ Որովհետեւ նույն USAID-ին Հայաստանում իր գործունեության տարիներին շատ մեծ քանակի ծրագրեր է արել, որ իսկապես օգտակար են եղել Հայաստանի հանրային տարբեր խմբերին, Հայաստանին ընդհանրապես եւ իհարկե շատ ափսոս է, եթե այս ռեսուրսները դուրս են գալիս եւ հնարավորություն այդ ռեսուրսները ծառայեցնել նաեւ Հայաստանի արդիականացմանը տարբեր ոլորտներում կարող է չլինել։ Մյուս կողմից, այո, դրանք, ինչպես նշեցի, նաեւ շատ ուղղություններով գնացել են այդ քաղաքական նարատիվներ ձևավորելուն, որոնք Հայաստանին ավելի շուտ կաշկանդել են, քան օժտել ավելի ճկուն լինելու հնարավորություններով։ Ցավոք սրտի, այդտեղ նաև մենք ունենք հետևյալ պատկերը, որ հսկայական միջոցներ են ծախսվել քաղաքացիական հանրություն ունենալու համար, բայց մենք քաղաքացիական հանրություն չենք ունեցել, ես առիթ եմ ունեցել տարբեր անգամներ բնորոշել եւ տալ այս բնութագրումը, մենք քաղաքացիական բյուրոկրատիա ենք ստացել ընդամենը այդ ֆինանսավորումների եւ այլնի արդյունքում։ Մենք քաղաքական համակարգում օրինակ ունեցել ենք մարդ կուսակցություններ, քաղաքացիական դաշտում ունեցել ենք մարդ հասարակական կազմակերպություններ, այսինքն հանրային իսկապես լայն շերտ, ներառական լայն շերտ, որը բովանդակային իմաստով կձևավորվեր քաղաքացիական հանրություն, Հայաստանում ցավոք սրտի չի եղել եւ այդ հսկայական փողերը, որ ծախսվել են անարդյունավետ։ Եվ այսօր էլ շատ ուղղություններով եվրոպական եւ այլ, չգիտեմ, հիմնադրամներ, որոնք շարունակում են ծախսել, այդ ծախսը արդյունավետ չէ եւ չի ծառայում իսկապես Հայաստանում այդ արդիականացման գաղափարը հանրային ներառականությամբ օժտելուն եւ իսկապես քաղաքացիական հասարակություն ձևավորելուն։ Պարոն Բադալյան, շնորհակալություն եւ վերջին հարցը դուք ասում եք, որ Հայաստանում ցավոք ոչ այնքան կարեւորվում է ասելիքը, բովանդակությունը, այլ թե ով է ասողը։ Ակնհայտ է մի բան, որ նույն արևմուտքից կամ կարևոր չի արևմուտքից, բայց հատկապես արևմուտքից սնուցվող մարդիկ ասելիքի վուլգարության տեսանկյունից մրցակցությունից կարծեք թե դուրս են, հա։ Եվ այդ մարդիկ, որ արդեն քանի տարի սխալ են կանխատեսել ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր հանգուցալուծումը, ընթացքում են անընդհատ ձախողել, սխալվել, մեծ մասը սխալվում էր ԱՄՆ ընտրությունների հարցում։ Բայց իմ հարցը նրա մասին է, որ մի մեծ շրջանակ հանրության շարունակելու է լսել այդ մարդկանց, որովհետև կարծեք հիպնոսացրել են այդ շրջանակին ու օրինակ այդ նույն շրջանակը հանրության չի կանչելու պատասխանատվության այդ խոսող գլուխներին նախորդ բոլոր սխալ կանխատեսումների համար։ Այս բովանդակային խոսքի դաշտում, նարատիվների դաշտում որակական փոփոխությունները ոնց պիտի բերել, որպեսզի խոսող գլուխները չթունավորեն մարդկանց, այլտեղ թողնեն կրիտիկական մտածողության եւ ի վերջո մարդկանց հասնի այն խոսքը, որը ողջամիտ է, առողջ է եւ հիմնավորված։ Այստեղ մի հստակեցում անեմ, ըստ իս սխալի համար, սխալ կանխատեսման համար պատասխանատվությունը գուցե մի քիչ չափազանցված ենք ասում, որովհետև ի վերջո մարդիկ կարող են այո սխալվել իրենց կանխատեսումներում եւ այսպես իհարկե ցանկացած բանի համար, ցանկացած խոսքի բառի համար պետք է պատասխանատվություն կրել, իհարկե ասվում է լսարանի առաջ, բայց այդպես դատապարտող իմաստով շատ ավելի դատապարտելի Ես պարզապես իմ մեկնաբանությունն եմ ծավալում, ամենևին նկատի չունեմ, որ ձեր խոսքում է դա։ Այդուհանդերձ պետք է առանցքային լինի ստելու եւ խաբելու չափանիշ, այսինքն մարդիկ, որոնք կարող են միտումնավոր ստել եւ խաբել հասարակությանը, սա է առանցքային եւ սա իսկապես պետք է լինի դատապարտելի։
այո, եթե նրանց նպատակ իսկապես հասարակությանը խաբելն է, եւ սա արդեն պետք է վերաբերի բոլոր ցանկացած ուղղությունների եւ ներքին քաղաքականության եւ արտաքին քաղաքականության, անկախ թե որ երկրի կամ ուղղության մասին է խոսքը։ Ինչպես դուրս գալ այս ամեն ինչի մեջից, իսկապես սա բարդագույն խնդիր է Հայաստանի առաջ։ Իսկապես, եթե մենք սրանից չկարողանանք դուրս գալ, մենք չենք կարողանալու լուծել մեր պետության վերականգնման եւ արտիականացման եւ սուբյեկտության հարցը, որովհետեւ այն տեղեկատվական գրոհները, որոնց ենթարկվում ենք մենք, տարբեր ուղղություններից, դրանք մեզ թույլ չեն տալու պարզապես ուշքի գալ եւ մտածել մեր խնդիրների մասին։ Սրա լուծումը ըստիս այն է, որ իսկապես լուծումը անհրաժեշտ համարող ուժերը կարողանան նախ խոսել իրար հետ, անկախ քաղաքական պատկերացումներից, եւ մտածել ինչ անել, որպեսզի փոխվի իրավիճակը։ Եթե այս առաջին քայլը հնարավոր չլինի անել, մնացած քայլերի մասին խոսելը կարծում եմ անիմաստ է։ Կա դրա ներուժը, ես կարծում եմ կա։ Կամքի ու ցանկություն դա անելու։ Այստեղ կան մեծ հարցեր, որովհետև մենք տեսնում ենք իսկապես հաճախ այս սրա անվան տակ հակառակ հայելային process-ն է տեղի ունենում, այսինքն դատապարտելով մի կողմի ուղղությունը, այս կողմը ինքը, այո, շատ այսպես նրբորեն գեներացնում է խնդիրը արդեն իր համար կոնյունկտուրային, այսպես ասենք, բարենպաստության տրամաբանության մեջ։ Ցավոք սրտի սա իսկապես փակուղի է եւ վտանգավոր փակուղի։ Սա մեր հասարակությանը զրկում է պարզապես մտածելու կարողությունից։ Հասարակությունը ինքնին բնական է չի կարող արձագանքել դրան։ Միշտ էլ լինելու են մարդիկ, որոնք ամենատարբեր խոսք լսելու են, այսինքն մտածել, որ մարդիկ չեն լսի այդ մարգինալ խոսքերը կամ ծայրահեղ խոսքերը, դա այդպես չէ իհարկե։ Պետք է լինեն ինստիտուտներ, որոնք ֆիլտրի դերը կկատարեն, այո, եւ կձևավորեն իսկապես հանրային կարծիք, նարատիվներ եւ այլն։ Այդ ինստիտուտների հարցը իսկապես լուրջ եւ բարդ է, գտնեմ, որովհետեւ մենք միշտ մտածում ենք, թե ով էր ասողը։ Ասողի վերաբերյալ միշտ հնարավոր է ինչ-որ բաներ գտնել, մանիպուլյատիվ եւ այլն։ Անկամ, չգիտեմ, չեմ ուզում այդ դաշտ մտնել, բայց Քրիստոսի վերաբերյալ ինչ-որ բաներ գտնողներ էին լինում, առավել եւս ինչ-որ մարդկանց, որ Հայաստանում գործում են քաղաքական դաշտում։ Հետեւաբար ասելիքի վրա պետք է կենտրոնանալ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։